Հարգելի բարեկամներ, մասնագետ on-line-ն է Շանթի ուղիղ եթերում, ես Դավիթ Պետրոսյանն եմ, բարև ձեզ, եւ այսօրվա հաղորդումը եկեք սկսենք մի տեսանյութից։ Ողնաշարի հետ կապված վաղուց ունեմ այդ կանգատները, ինձ թվում է գրեթե փոքրուց կարելի է ասել, բայց արդեն կավեին խաղալու ժամանակ ավելի շատ, որովհետև ճանապարհորդություններ, մեծ ինչ որ պայուսակներ, քաշտալ, տանել, բերել բեմի վրա, ինչ որ մենք եւ աշխատել եւ ֆիզիկական ծանրաբեռնվածություններ եւ այլն, բնականաբար այդ ժամանակ արդեն կար, բայց քանի որ երիտասարդ էի, որ ճիշտ ասեմ, օրգանիզմը ինքն իրեն ախտահարում էր այդ խնդիրները, աշխատում է ավելի խնայողաբար ողնաշարս օգտագործեի, բայց միևնույն է, ոնց էլ անես, խնդիրները կան։ Շատ հետաքրքիր պատմություն է, մենք ուրեմն պետք է սկսենք նոր ֆիլմի նկարանումներ հայ-ռուսական, որը ցուցադրվելու է Գարնանը, եւ այդ ֆիլմի նկարանումից 5 օր առաջ երեխաներս չարություն էին անում, ես իրենց փորձեցի բաժանել, շատ վատ կռացացա ինչ որ վիճակում եւ շատ ուժեղ ցավ զգացի, բնականաբար գրեթե անշարժացա, ու հասկացա, որ տարբերակ չկա, եկանք եւ ասեցինք 5 օր, մի խոսքով, ասենց ասեմ, Վահան ջան, 5 օր ունենք, որ պետք է ինձ ոտի հանենք եւ գնանք նկարանման, այնուհետեւ արդեն ավելի լուրջ զբաղվենք։ MRT-ն ցույց տվեց, որ գրիժա ունեմ, ճողված, միլիմետրը այնքան չի, որ հա, պահանջում է վիրահատություն, ինչպես նաև հարց գործանելով հասկացա, որ վիրահատությունն էլ վերջին լուծումը չի, որովհետև վիրահատությունից հետո նույնպես այդ նույն ճողվածքը, նույն գրիժան կարող է դուրս գալ։ Այսինքն դրա լուծումը մկանային կորսետ ստեղծելն է, որպեսզի մկանները ուղղակի պահեն, որպեսզի այդ գրիժան պարփակված լինի այդ մկանների մեջ եւ թույլ չտա դուրս գալու եւ դեռ նյարդերին կպնելու, ցավացնելու, խոսքով քո կյանքի որակի վրա, որ շատ չազդի, այսպես ասեմ, բժիշկները ինձ 5 օրվա մեջ ոտի հանեցին, ես կարողացա մասնակցել իմ նկարաններին, բնականաբար խնդիրը կար, ցավերը կար, բայց մի ձև դիմանալով արեցի եւ այնուհետեւ արդեն նկարաններից հետո եկա եւ լիարժեք ամբողջ կուրսը անցա։ Իմ կուրսը ներառում էր բնականաբար ֆիզիոթերապիա, կինեզիոլոգիա, որը հենց այն պարապմունքներ եւ մասաժ, էլի բուժական, որը էլի ուղղված էր մկանների ամրապնդման եւ ճիշտ բաշխման վրա։ Հիմա ինչպես տեսակ արդեն լրիվ շարժունակ եմ, առույգ եմ, ուրախ եմ, չգիտեմ։ Բարեկամներ, ներկայացնում եմ մեր հյուրին, Ultimate բժշկական կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու դոցենտ Մկրտիչ Ավագյանին։ Բարև ձեզ, բժիշկ Ավագյան, շնորհակալություն, որ եկել եք։ Մեր սիրելի դերասան Հայ Մարությանին դուք կարողացաք 5 օրում ձեր կենտրոնը ոտի կանգնացրեց, նա ձեռք բերեց, վերականգնեց իր աշխատունակությունը, որը մենք սիրում ենք, եւ հետաքրքիր է հետագայում անցեք կացրել։ Եկեք խոսենք Ultimate, դա ալտերնատիվ, այսինքն այլընտրանքային բժշկության կենտրոն։ Ինչու՞մն է այլընտրանքայինությունը եւ ձեր կենտրոնի կոնցեպցիայի մասին խնդրում եմ 2 բառ ասեք։ Շնորհակալություն առաջինը հրավիրի համար, բժիշկ Դավիթ։ Ներկայացնեմ հակիրճ բազմապրոֆիլ կենտրոն է, որը ստեղծվել է 16 տարի առաջ դեռ Առողջապահության ազգային ինստիտուտի որպես ավանդական այլընտրանքային բժշկության ամբիոնի, նորաստեղծ ամբիոնի կլինիկական բազա։ Եվ ուղղվածությունը երկուսն էր համահունչ մեր ամբիոնի, դա առաջինը վերականգնողական, երկրորդը ավանդական կամ այլընտրանքային բժշկություն էր։ Ստեղծվեց բազա եւ այդ բազայի հիման վրա մինչեւ այժմ էլ ուսումնական եւ գիտական process-ները շարունակվում են։ Մենք մեր կենտրոնը կփորձենք հիմա ավելի ուշ ներկայացնել։ Մենք ունենք 11 հատ տեսանյութ, բժիշկ Ավագյան, որը պետք է հեսած տա, չկա բուժում, որը չսկսվի ախտորոշումից։ Եկեք տանք առաջի տեսանյութը եւ դուք այդպիսի ախտորոշումներով եւ բուժականներով մեզ դրա մասին կասեք։ Իհարկե առաջնահերթ մեր ուղղվածությունը, պրիորիտետ ուղղվածությունը դա ողնաշարն է։ Այսպես կոչված մի խումբ, բավականին մեծ խումբ հիվանդությունների, վերտեբրոգեն հիվանդությունները, այսինքն այն հիվանդությունները, որոնք այս կամ այն կապ ունեն ողնաշարի հետ։
Այստեղ ներկայացված է մեր ախտորոշիչ սարքերից մեկը, մեթոդը կոչվում է օստեոդենսիտոմետրիա, սարքը միակն է Հայաստանում, վերջերս ենք ձեռք բերել, որը տալիս է հնարավորություն ստուգել ոսկորների խտությունը։ Ամբողջ օրգանիզմի։ Մենք գիտենք, որ կան այս ձեռքի վրա են ստուգում, ոտքով են ստուգում, ձերը այսպես սկանավորում է ամբողջը։ Դա բավարար չէ, որովհետև կարող է լինի մի ոսկորում լինի օստեոպարոզ, այսինքն խտության խնդրեմ, մյուսում չլինի։ Բացի այդ, այս սարքը տալիս է հնարավորություն դոկումենտալ, այստեղ կարող եք տեսնել, դոկումենտալ ցույց տալ, թե մարդու մոտ կա, թե ոչ ճարպակալում։ Սա այսրանով էլ դա յուրահատուկ ուրեմն եզակի սարքը Հայաստանում, դրա համար այդ խնդիրներով ենք մենք զբաղվում, այսինքն ճարպակալման, ախտորոշման եւ բուժման խնդիրներով։ Ոնց որ տեսակ է դեղին հատվածը դա ճարպեր։ Մյուս հետազոտությունը խնդրում եմ տանք մյուսը, որ մենք անպայման անում ենք մեր հիվանդներին, որովհետև շատ հաճախ ողնաշարի վերտեբրոգեն խնդիրները բերում են նրան, որ հիվանդները ունենում են այս կամ այն գլխավորապես վերջույթներում ցավեր։ Ցավերի բնույթը, ախտորոշման եւ ախտանման վիճակը, մակարդակը հետազոտելու համար մեր մոտ մենք անպայման հիվանդներին անցկացնում ենք համապատասխան հետազոտություն, այսպես կոչված էլեկտրոնեյրոմիոգրաֆիա, այսինքն ստուգում ենք թե ներվի, թե մկանի ֆունկցիոնալ վիճակը, որ ըստայումս էլ հասկանանք ինչ բուժում մենք պետք է համապատասխան նշանակենք այս մեր հիվանդներին։ Մյուսը եկեք դիտենք։ Մենք հիմա զբոսնում ենք ձեր կենտրոնում։ Այո, սա ելի յուրահատուկ մեր մեթոդներից մեկն է, կինեզոթերապևտիկ, այսպես կոչված բուժական ֆիզկուլտուրայի եղանակներից մեկն է, հետադարձ բիոլոգիական կապի միջոցով կարողանում ենք եւ ախտորոշել եւ բուժել մկանային խնդիրները։ Այստեղ կոնկրետ մեր հիվանդի մոտ կա այսպես կոչված բավականին տարածված խնդրեմ սկոլիոզ, այսինքն շեղբային ցրվածություն եւ այս սարքի միջոցով կարողանում ենք եւ ախտորոշել եւ բուժել այդ հիվանդությունը։ Մյուսը եկեք դիտենք։ Այսա շատ հետաքրքիր սարք է, ես ուզում եմ եզակի սարք է, վերջերս ենք մենք ստացել այդ սարքով օգտվում, եթե նախորդ սարքը տալիս էր հնարավորություն անցկացնել բուժական ֆիզկուլտուրա մկանային համակարգի վրա, այս սարքը տալիս է հնարավորություն էլի կոմպյուտերային, այսինքն համակարգչային սարք է, տալիս է հնարավորություն ուրեմն անցկացնել տարբեր մեծ հոդերի վերջույթների, այսինքն ձեռքի եւ ոտքի ուրեմն հոդերի խնդիրների ժամանակ համապատասխան բուժական ֆիզկուլտուրա լինում է սահմանափակում շարժման վիրահատությունից հետո, որոշ տրավմաներից հետո, հետագայում այսպես կարելի է ինչու որ չէ, մենք մոտ շատ կան հիվանդներ, որոնք գալիս են ռեաբիլիտացիա վերականգնողական բժշկություն անցկացնեն վիրահատություններից հետո, խոսքը գնում է էնդոպրոթեզավորման վիրահատության մասին, երբ որ փոխարինվում է թե կոնքազդրային հոդը, թե ուրեմն ցնկային հոդը եւ մենք կարողանում ենք այս սարքերի հնարավորությունը տալիս մեզ այդ բոլոր սարքերի միջոցով վերականգնել այդ վերահատված վերջույթների ուրեմն ֆունկցիան։ Եկեք դիտենք տեսանյութը։ Մյուս մեր էլի բուժական ֆիզկուլտուրայի, այսինքն կինեզիոթերապիա, այս արդեն դահլիճն է, տեսնում եք այս սարքերը կոչվում են հայտնի մեթոդ է, երևի լսել եք, տեսել եք, դա պրոֆեսոր Բուբնովսկու սարքերն են, այսպես կոչված տրենաժորները, որը տալիս են հնարավորություն բուժել հիվանդներին, թե այն հիվանդներին հանձինս մեր սիրելի դերասան Հայկոն էլ այս բոլոր սարքերով անցել, թե ճողվածքներ, թե օստեոխոնդրոզ, ռադիկուլիտներ եւ նորից եմ կրկնում հիվանդներ, որոնք անցել են ենթարկվել են այս կամ այն վիրահատությունին, կամ մի կողմից կամ ունեն խնդիրներ, այսինքն տարել են ինսուլտ, ունեն էլի շարժողական, հենաշարժողական ապարատի խնդիրներ։ Այսինքն Ժուժ Գավաթյան, այսպես ասենք, որ սա խիստ բժշկի հսկողության տակով պետք է լինի եւ ամեն մեկի համար երևի յուրահատուկ պետք է մշակվի ամբողջ ծրագիրը, թե ինքը որ սարքից մյուսն անցնում, տրենաժորների չափը, ֆիզիկական լարման, չէ, այդպես չես կարա ինքդ վերցնես եւ անես երևի։ Ոչ, ընդհանրապես մեր մոտեցումը, մեր մոտ
մենք հնարավորություն ունենք օգտվելու, որովհետև մենք ունենք մի շարք կաբինետներ, անձինս այս կաբինետը հիմա կցույց տան ֆիզիոթերապիայի կաբինետը անպայման կոմպլեքս բուժման սա ասեղնաբուժության կաբինետն է, որովհետև եթե կան ուրեմն պերիֆերիկ ներվերի նյարդերի խնդիրներ, անպայման կոմպլեքս բուժման, համալիր բուժման մեջ մենք օգտագործում ենք նաև չինական եւ հնադարյան եւ ժամանակակից մեթոդները, որը բավականին էֆեկտիվ է։ Ընդհանրապես մոտեցումը մեր ոնց ասեմ կոմպլեքս մոտեցումը ունենալով բոլոր հնարավորությունները այսօրվա օրով չափազանցություն չի լինի, որ ես ասեմ, որ մեր կենտրոնում մենք ունենք համարյա բոլոր մեթոդները եւ թե ժամանակակից, թե ալետրանքային, որի միջոցով մենք կարող ենք օգնել մեր հիվանդներին, որոնք ունեն այս կամ այն հենաշարժողական ապարատի խնդիրներ, հիվանդություններ կամ տրավմաներ։ Բժիշկ Ավագյան, դուք ինքներդ ասեղնաբուժությունը լավ տիրապետում եք, ես գիտեմ։ Նյարդաբան լինելով, երբ որ դուք ժամանակին այս կենտրոնը դեռ չկար եւ դուք ասեղնաբուժությունը այսպես թե այնպես անում էիք, դա էլի ցուցված էր, էլի որոշ չափով երևի արդյունավետություն դուք տեսնում եք, բայց հիմա կարող եք համեմատել, երբ որ դուք դա մտցնում եք կոմպլեքսայինի մեջ արդեն համալիր բուժման մեջ, ինչ հնարավորություն։ Իհարկե ունենալով մի շարք ունենալով եւ մեթոդներ եմ տերապետում, ունեցել եմ տարբեր դասընթացներ, թե Ռուսաստանում սովորել եմ, աշխատել եմ, թե արտասահմանում, եկան եզրակացության, որ մի մեթոդը, մի մոտեցումը կամ մի ձևը բավական չէ օգնելու հիվանդին բուժելու համար։ Դրա համար ստեղծվեց այս կլինիկան, որտեղ ես կարողացա հավաքել բոլոր այն մասնագետներին, սկսած նյարդաբան, տրավմատոլոգ, ռևմատոլոգ, էնդոկրինոլոգ եւ այլ, այսինքն բոլոր այն մասնագետները, բոլոր այն մեթոդները, թե ախտորոշման, թե բուժման, որոնց կարիքը կա։ Այսինքն եթե հիվանդը գալիս է մտնում է մեր կլինիկա, մենք միակ բանը, որ մենք այսօրվա օրով դեռ չունենք, դա ճառագայթային ախտորոշումն է։ Մյուս բոլոր թե ախտորոշման նորից եմ կրկնում, թե բուժման մեթոդները պետք է կրկնեմ, թե ժամանակակից, թե ավանդական, մեր կլինիկայում կա։ Մեր արդեն խնդիրն է, թե հասկանալ կոնկրետ հիվանդի մոտ ինչ խնդիրներ կա եւ ինչ մեթոդները ամենաէֆեկտիվ, ամենաարդյունավետ կլինի կոնկրետ հիվանդի համար, որ համապատասխան ուրեմն համալիր մոտեցում ստեղծել։ Եվ ինչքան ես գիտեմ, բավականին անվանի բժիշկներ ձեզ մոտ կոնսուլտանտ են, գալիս են եւ իրենց ժամերը ունեն, որոնք օգնում են հայտնաբերել, ուղղորդել ավելի լուրջ դեպքերի ժամանակ։ Եվ նյարդաբան, եւ նյարդավիրաբույժ անձինս հայտնի մեր նյարդավիրաբույժ Անդրոնիկ Իշխանովիչ Քալաջյանը, ունենք սրտաբան Տիգրան Ռուդոլֆովիչը, անոթաբան եւ այլ, այսինքն բոլոր նորից կրկնվեմ, բոլոր մասնագետների։ Հիշեցնենք, որ Ալտմեդը գտնվում է ֆիզիկապես կենտրոնը գտնվում է Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտում, տարածքում, որպես բաժին, կոլեկտիվ կա, որտեղ յուրաքանչյուր բժիշկ կարող է պետք եղած ժամանակ ձեր կողմից հրավիրվել եւ մասնակցել բուժումների մեջ, ոչ մեկ չի մերժի եւ դա կլինի միայն օգուտ մեր պացիենտին բուժառու, որը հայերեն բուժառու է։ Եկեք մյուսը նայենք։ Կարևոր տեղ ունի մեր բուժման համալիր մոտեցումներում, իհարկե ֆիզիոթերապևտիկ, սա ամենավերջին ժամանակակից սարքերն են արտասահմանյան ֆիզիոթերապևտիկ, որի միջոցով մենք կարող ենք հասկացնել բոլոր ֆիզիկական մեթոդներով բուժում, խոսքը գնում է ուրեմն էլեկտրական, լազերային, մագնիսական եւ այլ մեթոդների միջոցով, այստեղ կոնկրետ հիմա անցկացում է ծնկի արբունգի խնդիրների համար տեսնում եք լազեր, կարմիր լազերով բուժում, որը բավականին էֆեկտիվ մեթոդներից է։ Սա եւս մի հետաքրքիր սարք է, եթե տեսնում եք, բավականին գեր կին է, այս սարքը տալիս է հնարավորություն անցկացնել այսպես կոչված լիմֆոդրենաժ մերսում։ Այսինքն օգնում է նիհարացնելու համար, մենք ունենք հատուկ համալիր ծրագիր, եւ եթե երևի կա լիմֆոստազի լիմֆոստազների բաներից հետո, վիրահատություններից հետո, դա եւս մի ոնց որ ասում են անպայման կոմպլեքս համալիր բուժման
եղանակներից մեկն է, որը մեր այդ կոմպլեքսի մեջ մենք օգտագործում ենք։ Շկավակյան, մենք ընդհատվենք գովազդի, սիրելի բարեկամներ, մենք ունենք էլի տեսանյութեր, ունենք շատ հետաքրքիր, պատրաստվեք զանգահարելու, որովհետև այսօր մենք ներկայացնում ենք ձեզ, այսպես կասեմ, որ յուրահատուկ բժշկական կենտրոն, որտեղ հին մեթոդները, նոր մեթոդները իրար հետ միաձուլված օգտագործում է մեր հյուրը բժիշկ Մկրտիչ Ավագյանը։ Շարունակում ենք մասնագետ on-line-ը, տաղավարում է Altmed բժշկական կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու դոցենտ Մկրտիչ Ավագյանը, բժիշկ Ավագյան, զանգում ենք, լսում ենք, ալո։ Алло, здравствуйте. Բարև ձեզ։ У меня вот такой вопрос. 1,5 месяца тому назад я поднял тяжесть, после чего у меня заболела спина. Через несколько дней, значит, отнялась у меня правая нога, начала болеть. Принимал всякие лекарства, не помогло. Пошел на МРТ, выявилось, что у меня грыжа. Несколько грыж на позвоночнике. Я бы хотел задать вопрос. Чем вы мне можете помочь? Спасибо. Մի հատ թեթև թարգմանեմ, հիմա այնպես չի որ բոլորը միանգամից ռուսերեն գիտեն, մենք ունենք շատ արտասահմանցիներ, արտասահմանի հայեր, հա, մեր հյուրի մոտ խնդիր կա լսելու հետ, ես խնդրում եմ այդ հարցը լուծել, մեր հեռուստադիտողը զանգել է, ասում է, որ նա ծանրություն է բարձրացրել, որից հետո շատ ուժեղ մեջքի ցավ է ունեցել, փաստորեն այդ ցավը հետո հաղորդվել է իր ոտքին, նա գնացել է արել է մագնիսառեզոնանսային շերտագրություն, որտեղ հայտնաբերել ճողվածքը սկավառակի, այսինքն նույնը, ինչ որ մենք լսեցինք սկզբից Հայկ Մարությանի հետ կապված, եւ հարցնում է ինձ ինչ որ բանով կարաք օգնեք թե չէ, իհարկե արդեն պարզ է որ կարող եք, բայց երևի այդ բանի մասին մի քիչ ավելի մանրամասնորեն ասեք։ Երեք, իհարկե առաջինը պետք է հայտնաբերել, եթե արվել է MRT հետազոտություն, պետք է տեսնենք ինչ ճողվածներ է չափը, քանակը, ձևը, որ մենք հասկանանք արդյոք մենք կոնսերվատիվ եղանակով կարողանանք կոնկրետ մեր պացիենտին, մեր հիվանդին օգնել թե ոչ, որովհետև կան ձևեր, որ եթե խոսքը գնում է մի քանի ճողվածքի մասին, իհարկե ավելի գերադասելի է սկզբից փորձել կոնսերվատիվ եղանակով։ Մեկ երկրորդը, այսինքն ինչքան ես էլ գիտեմ, բժիշկ Ավագյան, ցուցված չի, ինչքան հասկանում եմ։ Հնարավոր է, որ նոր սկսվող լինի, բայց հենց ներվին սկսի եղել, այսինքն ինքը ոչ թե մեծ է, որ ներվին, այլ ուղղակի տեղակայում այնպիսին է, որ սեղմում է։ Դա եւ հնարավոր է ձեր մեթոդով բուժել, եւ ինքը ոչ միայն ես ուզում եմ ասել, որ մենք մի մեթոդ չենք կիրառում, շարվում է մինիմում ֆիզիոթերապևտիկ բուժում, դեղորայքային բուժում, արվում է բուժական ֆիզկուլտուրա, առաջնահերթ Բուբնովսկու տրենաժորների, Բուբնովսկու սարքերի միջոցով, եթե կան ուրեմն վերջույթի ցավեր, նշանակվում է դեղորայքային բուժում եւ նշանակվում է ասեղնաբուժություն, կարիքի դեպքում անում ենք իհարկե ձգումներ եւս։ Բայց ամեն կոնկրետ դեպքում մենք ունենք հնարավորություն եւ ունենք այդ մեթոդները բոլոր, որ կոնկրետ ինդիվիդուալ բուժման սխեմա նշանակի։ Ինչ արդյունքի եք բերում այդ ամեն ինչի ինչի համար է արվում, մկանային ինչ-որ։ Երկու խնդիր ունենք։ Առաջինը մենք պետք է փորձենք վերացնենք ուրեմն պատճառը։ Պատճառը, այսինքն իհարկե դա ողնաշարի այս կամ այն խնդիրն է, որը բերել է միջ ողային սկավառակի ճողվածքին, այսինքն ճողվածքը կամ ուրեմն տարանջատել ներվից, որ մենք չունենանք այսպես կոչված դիսկոռոդիկուլար կոնֆլիկտը, ճողվածքի ներվի մեջ ուրեմն շփումը։ Եվ երկրորդը կարողանանք վերականգնենք ներվը։ Դա էլ արվում է MRT հետազոտություն, անում ենք էլեկտրոնեյրոմիոգրաֆիկ հետազոտություն, այդ ներվը վերականգնելու հարցը, ճիշտն ասած, ես ձեզնից առաջի անգամ եմ լսում, որովհետև դրանից առաջ մենք ունեցել ենք հյուրեր, որոնք էլի այդ մեթոդները որոշ չափով օգտագործել են ձգումներով եւ այլն, կոնկրետ ճողվածքը կարողացել են որոշ չափով հետ քաշել, բայց ասենք ներվը ոնց կար, տենց էլ կմնար, հայտնի չի, թե ինքը կշարունակեր ինչ որ մի բան իր մեջ, թե կվերականգնվեր, դուք դրանով կոնկրետ զբաղվում եք։ Այսինքն մենք փորձում ենք եւ պատճառը բուժել, վերացնել կներեք պատճառը եւ բուժել հետևանքը։ Պատճառը դա ողնաշարն է իր ուրեմն սկավառակի փնքվածությամբ, որին մենք անվանում ենք ճողված։ Իսկ խնդրեմը, որովհետեւ մարդ կարող է ունենալ ճողվածք, մի հատ էլ չէ, մի քանի հատ եւ չունենա որևէ խնդիր եւ չիմանա, որ այդ խնդրեմը իր մոտ կարգա է։ Մինչեւ այն
րոպեն, երբ որ ներվին չնշի եւ չստանանք ուրեմն նևրալգիա, այսինքն նեֆրիցավեր։ Այսինքն մեր հեռուստադիտողին կարող ենք վստահաբար ասել, որ նա թող դիմի, թե հիմա դուք արդեն կգտնեք, որ ձեր մեթոդները բավարար են իրեն օգնելու, կանեք։ Միգուցե եթե չէ, Անդրանիկ Քալաջյանը կողքի սենյակում նստած է, ոնց որ ասած, նա կարող է միշտ նեյրովիրաբուժի, նյարդավիրաբուժի հարցը այլ ձևով, իրատության ձևով։ Եկեք շարունակենք նայել մեր տեսանյութերը, սա ներսումն է, հա, ոնց որ։ Համալիր բուժման ընթացքում անպայման իհարկե հենաշարժողական ապարատի բուժման շատ էֆեկտիվ արդյունավետ մեթոդներից է հանդիսանում ուրեմն մերսումը եւ մերսման տարբեր մեթոդներ։ Սա կլասիկ մերսումն է, մենք մեր մասնագետները մենք ունենք երկու մասնագետ, տեսնում եք սա էլ արդեն արևելյան մերսման ձև է, ուրեմն որի միջոցով վակուումային բան է կոչվում մերսման ձև, օգտագործում ենք մերսման ժամանակ տարբեր նյութեր, որոնք էֆեկտիվությունը ավելի բարձրացնում են մերսման եւ տալիս են բավականին լավ էֆեկտ։ Իհարկե սուր process-ի ժամանակ սա չի օգտագործվում, սա ավելի մերսման ձևերը ավելի էֆեկտիվ են քրոնիկ մասնագիտացված կենտրոնի ամբողջ առավելությունը դրա մեջ է, ճիշտ Ավագյան, որ դուք գիտեք երբ որը օգտագործել։ Եթե մարդը վերկանա գնա ուղակի մերսողի մոտ, որը բացի մերսումից ոչինչ չի անում, ինքը կասի դե արի քեզ մերսում անեմ։ Ցավոք սրտի մենք շատ պացիենտներ, գալիս են մեր մոտ հիվանդներ, չեմ ուզում իհարկե բան անեմ, բայց որոնց ոչ ճիշտ ցուցումներով արվել են այս կամ այն միջամտություններ, բուժումներ, որոնք բերել են ցավոք սրտի միայն հիվանդության սրացմանը։ Այո, եկեք մյուս տեսանյութը դիտենք։ Մի տեսանյութը, որտեղ նկարագրված է, թե ոնց մեր մասնագետները հանձինս մեր կենտրի խվնան նայելուց հետո անպայման եւ ոնց որ եւ մյուս բոլոր բժիշկները անպայման դեղորայքային բուժում նշանակելուց առաջ անպայման անում ենք այսպես կոչված դեղորայքային տեստավորում բժիշկուին ոնց որ տեսնում եք կոմպյուտերային համակարգչային սարքի միջոցով կարողանում է ինդիվիդուալ ուրեմն գտնել այն դեղը, որը ամենաէֆեկտիվը կլինի կոնկրետ հիվանդի բուժման ժամանակ։ Իսկ տվյալ դեպքում կարելի է խոսել նաև բույսի մասին, դեղաբույսի, որտեղ ես գիտեմ, որ բժշկի աստրիկը ինքը մեր հին բուսաբուժներից է։ Մեկն է եւ շատ լավ մասնագետը գաստրոենտերոլոգիայի առումով, այսօրվա օրով առաջատար մասնագետներից է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, բայց ուզում եի այստեղ վերջացնել միտքս, այս սարքի միջոցով մենք կարողանում ենք դեղորայքային այն ձևերը բուժումը, որը նշանակվում է մեր կենտրոնում, մեր հիվանդներին, զուտ ինդիվիդուալ նշանակել, այսինքն գտնել այն ամենաէֆեկտիվ դեղը, որը կօգնի այս կամ այն հիվանդության ժամանակ, գտնել ուրեմն դոզան հասկանալ այս չափաբաժինը, հասկանալ դեղորայքը նշանակելուց, արդյոք մենք կարող ենք ստանալ կողմնակի էֆեկտներ, սկսած ալերգիայից, վերջացած ուրեմն բացական էֆեկտներ լյարդի կամ չգիտեմ երիկամի վրա։ Եթե մեր բժիշկները նշանակում են 2-ից ավել դեղեր, մենք անպայման ստուգում են դա տարբեր դեղորայք, հա, այսինքն որովհետև սա ամենաբարդ ուրեմն մոմենտերից է կարող եք զանգահարել դուք արդեն ամենաբարդ մոմենտներից է ճիշտ դեղորայքային բուժում նշանակելը որովհետև եթե մենք 2-ից ավել դեղ ենք նշանակում ինչ է նշանակում դա նշանակում է մենք նշանակում ենք հիվանդին տարբեր քիմիական նյութեր դա այդ քիմիական նյութերը կոնկրետ պացիենտի մոտ ինչ էֆեկտի կբերեն ոչ մեկ չգիտի կոպիտ ասած դա դրա համար բացական էֆեկտները դեղորայքային բուժման որ մենք զերծ դրա համար անցկացում անպայման այսպես կոչված նորից եմ կրկնում դեղորայքային տեստավորումը։ Եկեք մի տեսանյութ էլ դիտենք, հետո կպատմեք կգնանք գովազդի եւ արդեն ավելի կենտրոնանանք զանգերի վրա։ Վերջերս մենք սկսել ենք լայն մեր կլինիկայում օգտագործել այսպես կոչված PRP թերապիա կամ պլազմոլիֆտինգ մեթոդը ինչու է բաղկանում այս մեթոդը եթե ոնց որ տեսնում եք մեր պացիենտից վերցվում է արյուն կոնկրետ պացիենտից ցենտրիֆուգայի սարքի միջոցով
ուրեմն ստեղծվում ենք, ստանում ենք համապատասխան, ասում են դեղորայք, նյութ, այսինքն արյունը հարստացվում է արյան էլեմենտներով։ Եվ այդ հիվանդին, կոնկրետ այդ հիվանդին իր արյունը արդեն հարստացված սրսկվում է եւ այս մեթոդը ստեղ կոնկրետ մեր մաշկաբանը բուժում է ճաղատություն կարող է բուժվել, բուժում է այսպես կոչած ալոպեցիա։ Բայց եկեք միանգամից ասենք, որ այդ մեզ չի վերաբերվում, ասենք ինձ ձեզ մեր անցել է դոկտոր Դավիթ։ Դեռ տենց պլազմոթերապիա չեն հնարել, որ մեզ օգնի, բայց եթե օջախային է, այդ ժամանակ օգնում է։ Բացի պլազմոլիֆտինգը մենք օգտագործում ենք նաեւ հոդերի ներվերի, մկանների տարբեր հիվանդությունների ժամանակ, այսինքն ոչ միայն մաշկաբանության մեջ, այլ ռևմատոլոգիայում, նյարդաբանությունում եւ այլն։ Այսպես ասենք, ինչքան ամենտեղ որտեղ պետք է մի քիչ դրթել օրգանիզմի սեփական ռեսուրսը հետ բերել եւ օգտագործել կազդուրմանը, ամենտեղ պլազմոլիֆտինգը կարող է բավականին էֆեկտիվ, բավականին խորհրդանիշ մեթոդ է, որը ելի կիրառվում է որպես էլեմենտ մեր համալիր բուժման մեթոդների մեջ։ Բժիշկ Ավագյան, մեկ անգամ էլ ընդհատվենք, սիրելի բարեկամներ, եկեք օգտագործենք գովազդի ժամանակը գովազդ նայելուն, դրանից հետո մենք շարունակենք եւ սպասում ենք արդեն ձեր զանգերին, որին փորձենք շատ պատասխանել։ Շարունակում ենք մասնագետ on-line-ը։ Բժիշկ Ավագյան, զանգ ունենք։ Ալո։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Այսպիսի հարց, իմ երեխան 10 տարեկան է եւ ունի կեսված կիսեհում եւ ողնաշարի ցավեր։ Պոլիկլինիկայի օրթոպեդը ասել է, որ դա սկոլիոզ է, երկրորդ աստիճանի եւ առաջարկել է բուժական ֆիզկուլտուրա եւ կորսետ։ Իսկ ձեր կենտրոնում ինչ բուժում եւ ինչ հետազոտություն կարող եք առաջարկել դուք։ Շնորհակալություն հարցի համար։ Կորսետը մի քիչ հին տարիներից չի եկել հասել։ Գիտեք ինչ է, նայած կա երկու մոտեցում, հա, օրինակ շատ հաճախ օրթոպեդները խորհուրդ են տալիս, որ գիտեք ինչ, դե 10 տարեկան էլ քիչ լսեցիք, մինչև 20 տարեկան պետք է աճը լինի։ Օրթոպեդիայի գլխավոր ուղղությունը կամ մեթոդը դա իհարկե վիրահատությունն է։ Բայց մեր մոտեցումը կոնսերվատիվ ուղղված բժիշկների մոտեցումը սկոլիոզի ժամանակ չսպասել, որ արդեն վերջանա ոսկրացումը եւ մենք չկարողանանք որևէ բան սպասելը սխալ է, մինչև սպասես կարող է այնպես այնքան ծռվի, որ կուզ առաջանա, ինչ որ մի արդեն դեֆեկտ կարող է խորանա։ Դրա համար են բանանում խորհուրդ տալիս օրթոպեդները այդ կորսետները, որ կորսետ ինչ եմ հավատում, գոնե կանգնեցրի, բայց մենք ուրեմն առաջինը ունենք սարքեր, մենք ցույց տվեցինք այդ սարքը, որի միջոցով մենք կարողանում ենք հասկացնել եւ ախտորոշում, բայց գլխավորը մենք անում ենք այսպես կոչված մեր մոտ մշակված հատուկ սխեմայով անտրոպոմետրիկ հետազոտություն, այսինքն մենք ստուգում ենք իր ֆիզիկական վիճակը, որովհետև շատ հաճախ շատերը չգիտեն, բայց պատկերացրեք, որ 60-ից 70% մարդկանց մոտ աշխարհում կա մի խնդիր, այսպես կոչված մարմնի ասիմետրիա, որը նշանակում է, որ օրինակ լինում են ոտքերի երկարության տարբերություն։ Եթե քիչ է, դա այդքան չի նկատվում, եթե ասենք թե կես սանտիմետրից այդ ոտքերը տարբեր են երկարության մասինը, դա բերվում է արդեն ուրեմն կոնքի շեղվածությանը եւ վերջում մարդը կարող է միևնույն է չկաղալ, կարող է չկաղալ, բայց մարմինը ընդունում է մի ձև, որ կոմպենսացնի։ Սկոլիոզը կոմպենսատոր որպես մեխանիզմ, որովհետև մենք տարանջատում ենք սկոլիոզը որպես հիվանդություն եւ սկոլիոզը որպես կեցվածքի խանգարում։ Եթե խոսքը գնում է կոնկրետ դեպքում սկոլիոզիկ կեցվածքի մասին, եւ մենք հետազոտում ենք կա օրինակ հարթաթացություն թե ոչ, կա այդ ոտքի երկարության տարբերության խնդիր թե ոչ, կոնքի ծռվածություն եւ կարողանում ենք օրթոպեդների հետ միասին ունենալով համապատասխան նշանակելով մի կողմից կոշիկները համապատասխան, որ շտկենք տարբերությունը ոտքի երկարության, մյուս կողմից համալիր մշակված մեր կլինիկայում կոմպլեքս բուժում օգտագործելով մասաժ, մանուալ թերապիա, ձգվածություններ, ֆիզիոթերապիա եւ այլն։ Այդ էլեկտրոմիոգրաֆիան դուք ասեցիք օգնում է ձեզ սկոլիոզի ախտորոշման հարցերում, չէ՞։ Եվ բավականին լուրջ էֆեկտներ ունենք, բայց պետք է երկարատև հանձինես մինչև 20 տարեկան այդ երեխան հետազոտվի եւ որովհետեւ աճի հետ միասին կարող է փոփոխություններ լինել։ Այսօր խնդրեմ եկեք մեր կլինիկա, մենք
փորձենք ձեր երեխային օգնել։ Եկեք զանգ ընդունենք, լսում ենք, զանգից հետո ես իմ հարցը կտամ։ Լսում ենք։ Ալո։ Այո։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ հարցս ուղղեմ։ Ես ունեմ սուր օստեոպարոզ։ Ես կարող եմ բուժվել ձեր կլինիկայում։ Այո, դուք ոչ միայն կարող եք բուժվել, այլ նորից ոնց որ ես վերադառնամ, մենք ունենք միակ սարքը Հայաստանում, որը տալիս է հնարավորություն շատ ճիշտ ախտորոշում անցկացնել, եթե մենք հայտնաբերում ենք օստեոպարոզ դենսիտոմետրիայի միջոցով անպայման անցկացվում է համապատասխան բիոքիմիական հետազոտություններ եւ ըստ պրոբլեմի նշանակվում է համապատասխան բուժում, որովհետեւ այդտեղ համալիր կոմպլեքս բուժման ժամանակ մասնակցում է թե մեր ռևմատոլոգը, հոդաբանը, թե էնդոկրինոլոգը, որոնք նշանակում են համապատասխան դեղորայքային բուժում, բացի դրանից նշանակում ենք ֆիզիոթերապևտիկ եւ բուժումներ եւ կինեզիոթերապիայի կոմպլեքսներ։ Խնդրեմ համեցեք, մենք փորձենք ձեզ օգնել։ Շուտով մոտենում է օստեոպորոզի միջազգային օրը, չէ՞ կարծեմ։ Այո, լավ հիշացրեցիք, դոկտոր Դավիթ, հոկտեմբերի 20-ին դա համաշխարհային օստեոպորոզի օրն է եւ նվիրված ոնց որ ամեն տարի մենք անում ենք, այս տարի էլ մենք անցկացնելու ենք ակցիա, ուզում եմ օգտվել առիթից դոկտոր Դավիթով հայտարարել մեր քաղաքացիների համար, որ սկսած երկուշաբթի օրվանից Ալտմեդ կենտրոնում անցկացվելու է մեկ շաբաթվա ակցիա օստեոպորոզի հետազոտման հայտնաբերման ակցիա։ Այսինքն նշանակում է, որ ակցիայի ժամանակ անցկացվելու է իմ հետազոտության կոնսուլտացիաները անվճար եւ 50%-անոց զեղչով եթե կան, այո, կա ցուցումներ, կարվի դենսիտոմետրիան։ Մեր այդ նորաստեղծ նորագույն սարքի վրա։ Իսկ ով ունենա ավելորդ քաշ կարելի է որոշել տեղերը, որտեղ ավելի շատ կուտակված յուղը, չէ՞։ Իհարկե, եւ նշանակել համապատասխան խորհուրդներ տալ առնվազն։ Մենք դրա համալիր, այսինքն կոմպլեքս բուժման եղանակներ ունենք, մասաժների, մենք ունենք համապատասխան մասնագետ դիետոլոգ, էնդոկրինոլոգ, որոնք նշանակում են եւ դեղորայքային եւ ոչ դեղորայքային։ Այդ կոմպլեքսային բուժումների մասին եմ ուզում ձեզ հարցնել, Ճիշկավակյան։ Ունեք արդեն դուք տեսնելով բուժառուին, դա պացիենտն է, հիշացնում եմ, բուժառուին տեսնելով, հասկանալով իրավիճակը, արդեն դուք հաստատ իմանաք, որ տվյալ դեպքում մերսումը, կինեզիթերապիան, բուսաբուժությունը եւ ենթադրենք սննդակարգը իրեն լավ կօգնի։ Ունեք տենց փաթեթներ, այսպես ասած։ Այո, ունենք համապատասխան քեյսեր, 10 այո, մեր կլինիկայում մշակված քեյսեր, պակետներ, որոնք հանձինս եւ օստեոպորոզի, օստեոխոնդրոզի, արտրոզների, հեպատիտների, գերքաշության, այսինքն ճարպակալման ժամանակ նոր փաթեթ ենք ստեղծել, պետք է ասեմ, որոնք կոչվում է anti-aging, այսինքն երիտասարդացման փաթեթ, հակատարիքային։ Այո, այսինքն այն բոլոր կարելի ասել ինչ որ ստանդարտ կոմպլեքսները, ստանդարտ փաթեթները, որոնք մշակվել են մեր կլինիկայում, որովհետև նորից հիշեցնեմ, որ մեր մոտ կան մի կողմից ժամանակակից մեթոդներ ախտորոշման եւ բուժման, մյուս կողմից էլ ավանդական։ Եվ փորձում ենք նենց անել, որ եւ ավանդական եւ ժամանակակից մեթոդները զուգակցվեն բուժման ընթացքում։ Այդ բանի մասին ես կուզենայի ձեզ հարցնել, որտեղից եկավ այդ գաղափարը, որտեղից եկավ ձեզ մոտ, որ դուք վերցնեք հին մեթոդները, մենք տեսնում ենք ասեղնաբուժություն, թեկուզ մերսումը, ես գիտեմ, որ դուք նաև ունեք մանուալ թերապիա ձեզ մոտ, այդ բուսաբուժությունը, եւ փորձեք դա համադրեք ինչ-որ նորագույն մեթոդների հետ, էլի, որոնք այն տարիների ուղղվածությունը, ոնց որ ասում են, ես արդեն ասեցի, մեր մոտ բացի կլինիկական պրակտիկ գործունեությունով մենք անցկացնում ենք եւ ուսումնական process մեր կլինիկայում եւ գիտական հանդինս պետական բժշկական համալսարանի բժիշկները, ուսանողները, կուրսանտները, հայ բուսակ համալսարան, պետական համալսարանի դեղագետները եւ վերջերս նաեւ կինեզիոլոգները պետական ֆիզկուլտուրայի ինստիտուտի գալիս են եւ անց են կացնում եւ գիտական
մագիստրոսական հետազոտություններ եւ անցկացնում ենք մենք իրանց հետ ուսումնական process-ներ, որովհետեւ երևի միակն ենք, որ այդքան լայն մեթոդների հնարավորությունների առկայություն կա մեր կլինիկայում։ Գիտեք ինչ, այդ բոլոր մեթոդները այլընտրանքային կամ ավանդական, օրինակ լավ տերմին կա Ամերիկայում է օգտագործում complementary medicine, որը նշանակում է լրացուցիչ բժշկություն։ Այսինքն ժամանակակից բժշկության մեթոդները ախտորոշման եւ բուժման մենք լրացնում ենք ավանդական այլընտրանքային մեթոդներով։ Բժիշկ Ավագյան, Հայաստանում իհարկե ձեր կենտրոնից չկա երկրորդը, բայց նմանատիպ երևի չէ։ Հա, նմանատիպ, բայց ինչա ձեր փորձը ասում, ուրիշ երկրներում կան համագործակցություն ունեք որոշ երկրների նման կենտրոնների։ Սկսենք դրանից, որ ես շատ բաներ 12 տարի ապրի աշխատել եմ Մոսկվայում, վերադարձել եմ հրավերով Հայաստան 99 թվին, եղել եմ տարբեր երկրներում, աշխատել եմ, սովորել եմ, դասընթացներ եմ անցել։ Մենք ունենք լայն կապեր արտասահմանյան մասնագետների հետ, հեռու չգնանք, երկու ամիս առաջ հրավերել ենք Չինաստանից բավականին հայտնի երկու պրոֆեսորներ, որոնք եւ հիվանդներ ուրեմն ընդունեցին մեր կլինիկայում եւ անցկացրեցին, որտեղ մենք ունենք այդ չինացին ինքը իր ոտքով ոնց որ ասած եկել էր։ Մենք շաբաթ մեր կլինիկայում սովորեցիք, թե ձեզ թվաց որ դուք ամեն ինչ առանց իր գիտեիք։ Գիտեք ինչ, մենք ունենք պետք է ասեմ ասոցիացիա, որը ես եմ ստեղծել, որը կոչվում է Հայաստանի ավանդական այլընտրանքային բժիշկների մասնագետների հայկական ասոցիացիա, մոտավորապես 50 հոգի մարդ դասընթացներին չինացների մասնակցին։ Իհարկե բոլորս էլ ինչ որ բաներ նոր Ես ինքս զբաղվում եմ չինական ավանդական բժշկությունով 75 թվից, բայց էլի ունենալով մոտավորապես 40 տարվա փորձ, եւս ինչ որ բաներ կար, էլեմենտներ կար, որ ես կարողացա սովորեմ մեր Չինաստանից ժամանած մասնագետներից։ Հիմա օրինակ կոնկրետ մենք ունենք այս տարի, այս շաբաթ Գերմանիայից հրավիրել ենք այսպես կոչված heart therapist, հոգեբան արտ-թերապևտ, արտ-թերապիա դա այլընտրանքային բժշկության մեթոդ է, որը օգտագործում է նկարչությունը որպես բուժական մեթոդ։ Նկարում է բուժառուն, հիվանդն է նկարում, թե իր համար նկարում են, ինքը հիանում է եւ բժշկի հետ միասին։ Լավ, հասկացա։ Լավ, եկեք զանգ ընդունենք, լսում ենք, ալո։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Ես կոնկրետային մասում թեք արթրոզ ունեմ, ես կարող եմ գալ կլինիկան ձեր։ Ինչ արտրոզ։ Արթրոզ։ Կոնկրետային հոդի արտրոզ։ Այո։ Իհարկե եկեք, որովհետև մենք պետքա ունենք ռենտգեն նկարներ կամ այո, ես եղել եմ բժշկի մոտ, ասեց վիրահատության ենթակա չի, բայց հիմա ցավերը չի ցավում իմ ոտքը, բայց դժվար եմ քայլում, ձեռնափայտով եմ քայլում։ Հենց այն սարքը, որ ունեիք, որով այսպես ասած հսկողության տակ համակարգչային անում եք, դա դրա կոնկրետ եւ այդ FPRP թերապիային արյան ուրեմն հարստացված էլեմենտներով արյուններ կար, բավականին էֆեկտիվ է, այսօր խնդրեմ։ Մենք աշխատում ենք բոլոր օրերը 10-ից 9-ից 4-ը, իսկ շաբաթ օրը կարճ օրը 9-ից 2-ը։ Կարող եք վերցնել ուրեմն մեր հեռախոսա համարները, գրվեք հեռախոսով եւ գալ, խնդրեմ։ Փորձենք ձեզ օգնել, եթե օրթոպեդները, այսինքն տրավմատոլոգները գտնում են, որ վիրահատելու դեռ կարիք չկա։ Բժիշկ Ավագյան, ժամանակին ես հիշում եմ, որ նաև այլընտրանքային մեթոդներից, այն հին մեթոդներից կավաբուժություն, մեղվաբուժություն, ոնց որ ընդգրկված էր, դուք դրանով էլ եք զբաղվում։ Դա իրան չարդարացրեց, թե ուղղակի դուք ձեր կենտրոնում դեռ ոնց որ չեք բերել դրան։ Չէ, բոլորը օգտագործում են եւ կավաբուժություն, եւ բուսաբուժություն, եւ ապիթերապիա եւ կծելով, ոչ թե մեղր ուտելով, սիրելի բարեկամներ, մեղր ուտելով բոլորս էլ բուժվում ենք, շատ հոյակապ բան է։ Խոսքը դնում է մեղում կծելու։ Իհարկե մենք ավելի գերադասում ենք արտասահմանում կա արտասահմանյան դեղեր, ապիտոքսին կոչեցալ, այսինքն ապիտոքսին նշանակում է մեղվի թույն։ Այո։ Օգտագործում ենք այսպես կոչված ֆարմակոպունկտուրա, այսինքն այդ դեղը, այդ նյութը, որը պարունակում է մեղվի թույնը, սրսկում ենք համապատասխան
հոդերի, մկանների հատվածում եւ բավականին էֆեկտիվ է։ Նույնը տզրուկների մասին կարող եմ ասել, տզրուկաբուժություններ ենք օգտագործում, չհնչեց, որովհետեւ մի քիչ չհասցրեցինք երևի անդրադառնանք այդ ոլորտը, բայց այդ բոլոր մեթոդները մեր բանում կա։ Ռեեստրի մեջ մտնում է։ Այո, եւ մենք սովորացնում ենք։ Միակ ամբիոնը երևի Հայաստանում հետ դիպլոմային կրթություն անցկացնող մեր ամբիոնն է։ Հենց դուք էլ տալիս եք այդ երևի մասնագիտացման փաստաթուղթը, չէ՞, սերտիֆիկատը, որ ինքը իրավունք ունի դրանով զբաղվելու։ Որովհետև մեր Ալիպետ կենտրոնի հիման վրա բազաներից մեկն է հերացու անվան էլեկտրոնիկային, ուրեմն ամբիոնի որպես կլինիկական բազա բժիշկների համար։ Եկեք զանգ ընդունենք, լսում ենք ձեզ։ Ալո։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ հարց տամ մասնագետին, ես ինքս տարիքով կին եմ, ունեմ հոդացավեր, ունեմ այրան-շրջանառության խանգարում, այդ ինչպես են ասում հիպերտոնիա։ Հա, հիպերտոնիա, ունեմ ցելուլիտ ունեմ ոտքերիս այդ ազրերի մոտ ունեմ ցելուլիտներ, ասենք շատ շրջանառությունը վատ է կատարվում բան, այս վերջերս էլ ունեմ ջղաձգություն, բավականին թայտուն ձևով արտահայտվում գիշերը արթնանալուց, երկու ոտքս ջղաձգվում է, այն աստիճանի, որ կարծես թե ուշագնաց լինեն։ Ասում են, որ այրան-շրջանառությունից, ներվային համակարգից բանից, ինչ ձևով կարող եմ ես ձեզ հարցը ուղղել եւ ինչ բուժում կամ ինչ օգնություն կարող են ձեր կենտրոնը ցույց տալին։ Բժիշկ Ավագյան, հիմա եկեք ես մի քիչ ուրիշ ձևով մոտենանք։ Նման պացիենտը ենթադրենք եկել է, բուժառուն եկել է։ Ինչ կանեիք դուք այդ դեպքում։ Առաջինը իհարկե սկսվում է ասում ճիշտ ախտորոշումը, դա բուժման 50%-ն։ Այո։ Մենք իհարկե կանենք համապատասխան մեր բոլոր մասնագետները ունենք եւ եթե հանդինես ունենք անոթային խնդիրներ, մենք ունենք անոթաբան, որի հետ միասին մեր նյարդաբանը ձեզ կնայի, եթե չունեք որևէ հետազոտություն, խոսքը գնում է ռենտգեն հետազոտություն, դուպլեքս հետազոտություններ, բոլոր հետազոտությունները կնշանակվեն կանվեն մեր կլինիկայում եւ կնշանակվի համապատասխան բուժում։ Բայց պետք է ստուգել նաեւ օրինակ ձեր միկրոէլեմենտները, այնինչ որ դուք ասում եք ունեք մկանային խնդիր, դա շատ նման է մագնի, կալցի, պակասի համար։ Բժիշկ Ավագյան, եկեք բայց իհարկե պետք է գաք, որ մենք կարողանանք, ասենց ոնց որ ասում են, հերվից հերու դժվար եմ կարողանում ձեզ կոնկրետ խնդիր օգնություն ցույց տալ։ Մենք համարները տրամադրում ենք, բայց եկեք մի անգամ էլ հիշեցնենք, բժիշկ Ավագյան, որ ձեր մեթոդներով բուժումը չի բացառում ընթացիկ իր բուժումը։ Ենթադրենք եկել է զարկերակային գերճնշումով, որը իր դեղերը ստանում է, բայց ինքը ուզում է որոշ չափով իրան ավելի լավ զգալ, միգուցե այդ դեղերի չափաբաժինը պակասացնել որոշ չափով, չէ՞։ Դուք այդ ձեր մեթոդներով կարող եք նպաստել, որ ինքը իրան ավելի լավ զգա, ավելի լավ զոնա մտնի իր հիվանդության այդ ընթացքի հետ կապված, ճիշտ է։ Ցավոք սրտի կան դեպքեր, խոսքը գնում է իհարկե քրոնիկ հիվանդությունների մասին, երբ որ ոնց որ երևի վերջի մեր պացիենտը որ դիմեց մեզ, այսինքն կան դեպքեր, երբ որ մարդը ունի տարբեր հիվանդություններ, տարբեր խնդիրներ, քրոնիկ հիվանդություններ են, որոնք ցավոք սրտի ոչ միշտ է լինում մենք որ կարող ենք օգնել, բայց կփորձենք ամեն ինչ անել, որ ձեր բանը պակասեցնենք խնդիրները։ Շատ ժամանակ մնաց, բժիշկ Ավագյան, խնդրում եմ մի հատ էլ կրկնեք ձեր ակցիայի մասին, որտեղ դա կարևոր է, մարդիկ կարողանան օգտվել։ Ուրեմն հիշեցնելով ոնց որ դոկտոր Դավիթը ասեց, որ ամսու 20-ը դա օստեոպարոզի միջազգային օրն է, երկու շաբաթվանից մենք մեկ շաբաթվա ընթացքում անցկացնելու ենք ակցիա, այսինքն անվճար կոնսուլտացիաներ եւ կարիքի դեպքում, եթե պետք է, կանցկացվի դենսիտոմետրիա 50%-անոց զեղչով։ Խնդրում եմ ուրեմն այն հեռախոսահամարներով, որ հիմա այստեղ գրված է ստուդիայում, դուք կարող եք զանգարել եւ հերթագրվել մյուս շաբաթ այցելելու մեր կլինիկան։ Շատ շնորհակալություն բժիշկ Ավագյան։ Սիրելի բարեկամներ, շնորհակալություն դոկտոր Դավիթ։ Հիշեցնեմ, որ այսօր հյուրը
Ալտմեդ բժշկական կենտրոնի ղեկավար բժշկական գիտությունների տեխնացու դոցենտ Մկրտիչ Ավագյանն էր, Ալտմեդ կենտրոնը դա այն կլինիկական, գիտահետազոտական, դասախոսական բազան է, որտեղ տալիս են հենց այդ կրթությունը, այդ մասնագիտացումը ալտերնատիվ այլընտրանքային բժշկության։ Այնպես որ ինչ ասվեց հավաստի է, սիրելի բարեկամներ, եթե ունեք առիթներ օգտվեք։ Շնորհակալություն, ստեսություն, մի հիվանդացեք։